Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ And of course, at the same time, to make necessary changes to Armenian constitution. Անտալիայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են խաղաղության գործընթացից։ Բայրամովը վերահաստատել է Բաքվի նախապայմանները, Արարատ Միրզոյանը Երևանի դիրքորոշումը։ There is nothing in the Constitution of Republic of Armenia saying that Karabakh is part of Armenia. Նուբարաշենի բանտում ցմահների հարկաբաժնից բռնության ահազանգերի հետքերով դիտորդական անկախ խումբ է այցելել եւ արձանագրել իրավիճակը։ Տիգրան Ավինյանի ղեկավարման օրոք Անիֆը մոտ 2.5 միլիոն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը, Ազատության հետաքննությունը։ Վանաձորում համայնքապետը 1 քառակուսի մետրը 30 լումայով հանրային հողեր է վարձակալության տալիս։ Իրավապաշտպանները սա չնչին գներով հողերի օտարման սխեմայի մաս են համարում։ Այդ գործը լավատար է պատրաստվում եւ նա դառնում է, այսպես ասած, այսօր շատ ընդունված խոսքի օբյեկտ։ Ինչ է լինելու Կասկադի հետ։ Քաղաքային իշխանությունը որոշել է նորովի վերակառուցել համալիրը, ճարտարապետները բազմաթիվ խնդիրներ են մատնանշում, մրցույթից մինչև նախագիծ ու հեղինակային իրավունք։ Բարձր լարվածության եւ ցածր վստահության պայմաններում Իրանի ու ԱՄՆ ներկայացուցիչները հանդիպեցին Օմանում քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Անտալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակներում Ադրբեջանն ու Հայաստանն անդրադարձել են խաղաղության գործընթացին։ Ադրբեջանի արտգործնախարարը դարձյալ կրկնել է Բաքվի նախապայմանները սահմանադրությունը փոխելու եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Երևանի տեսակետը, հիշեցնելով նաեւ Ադրբեջանի սահմանադրության մեջ տեղ գտած խնդրահարույց ձևակերպումները։ Միրզոյանն ամեն դեպքում պայմանագիրը ստորագրելու դրական նախադրյալներ տեսնում է։ Officially saying, and our constitution is a public document. Խաղաղության պայմանագիրը ավարտելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել։ Հայաստանը պետք է լուծարի Ղարաբաղյան հակամարտության լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ փոխի սահմանադրությունը։ Այսօր Անտալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ նախապայմանները կրկնեց Ադրբեջանի արտգործնախարարը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց հետո սա Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագետների առաջին հանդիպումն էր։ So we believe that with these necessary steps, there is no Մենք կարծում ենք, որ այս քայլերից հետո լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնելու ու ստորագրելու ճանապարհին։ agreement on establishment of peace and interstate relation between two countries. Ադրբեջանական իշխանությունը պնդում է, թե Հայաստանի գործող սահմանադրությամբ տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ։ Նախաբանում հղում կա անկախության հռչակագրին, որտեղ էլ հիշատակվում է Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին։ Բաքվից պահանջում են, որ այս հղումը հանվի։ Հայաստանի սահմանադրությունում ոչինչ չկա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Բայրամովի պահանջին այսօր հակադարձեց Միրզոյանը։ There is nothing. In the contrary, I said that we have our own concerns regarding the Azerbaijani constitution. Ոչինչ չկա։ Հակառակը, մենք էլ մեր մտահոգությունները ունենք Ադրբեջանի սահմանադրության մասին, բայց ինչու չենք բարձրաձայնում այս խնդիրը, որովհետև խաղաղության պայմանագրի տեքստում հատուկ դրույթ ունենք, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ մի դրույթ էլ ունենք, որում ասում ենք, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը, արդարացնելու այս համաձայնագրի իրագործման ձախողումը։ Նկատի ունեմ, այս հարցը լուծված է եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումը ու վավերացումն է։ Signing and ratification of this agreement. Okay, Mr. Bayramov. Ջեյհուն Բայրամովին այս փաստարկը չհամոզեց, պնդեց, եթե սահմանադրության հարցը չլուծվի, խաղաղության պայմանագիրը կհակասի մայր օրենքին։ Ըստ նրա խաղաղության պայմանագրում ամրագրվածը գերակա է լինելու երկու երկրների ներքին օրենսդրության նկատմամբ, բացառությամբ սահմանադրության։ If we just trying to simplify the situation, we'll only focus on a peace agreement. Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա, չլուծելով սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը 0 է, որովհետև կհակասի երկրի մայր օրենքին։ Եվ այս խնդիրը մենք արդեն 2 տարուց ավելի է բարձրաձայնում ենք։ Contradictory to the main law of the country, which is not the case. Հայկական կողմին էլ Ադրբեջանի սահմանադրությունն է մտահոգում։ Այնտեղ էլ հղում կա անկախության ակտին, որ Ադրբեջանի այս հանրապետությունը իրեն հռչակում է առաջին հանրապետության իրավահաջորդը։ Ադրբեջանցի գործընկերոջը հակադարձեց Միրզոյանը։ And we all know that
The first Azerbaijani Republic Եվ բոլորս գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը իր ինքնիշխանությունը հռչակում է շատ ավելի մեծ տարածքի վրա, քան այսօրվա Ադրբեջանն է, ներառյալ ներկայիս Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 60%-ը։ sovereign Armenian territories. Չնայած Ադրբեջանի նախապայմաններին, որ մինչև ստորագրելը Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունն ու լուծարի Մինսկի խումբը, Միրզոյանն ասաց, թե այն ստորագրելու համար բոլոր դրական նախադրյալները կան։ Կրկնեց Հայաստանի դիրքորոշումը, որ պատրաստ են Մինսկի խումբը լուծարելու գործընթաց սկսել։ These structures can be dissolved when there is no conflict. Այս կառույցները կարող են լուծարվել, երբ արդեն չկա հակամարտություն։ Շատ հետաքրքիր հարց է։ Մենք հիմա կոնֆլիկտ ունենք, թե չունենք։ Գետնի վրա մենք դե ֆակտո կոնֆլիկտ չունենք, բայց չունենք խաղաղություն հաստատելու ու ներպետական հարաբերություններ սկսելու ստորագրված ու վավերացված փաստաթղթեր։ Լուծումը մեզ համար ակնհայտ է։ Պետք է ստորագրենք համաձայնագիրը ու ինստիտուցիոնալ եղանակով վերջ դնենք այս հակամարտությանը։ Եթե կուզեք հենց նույն օրը կամ 10 րոպե անց կարող ենք լուծարել Մինսկի խումբը, մի փաստաթուղթը մյուսի ետևից։ Document after the other. And I'm not even saying which document should be the first. Հարավային Կովկասի խնդիրներին նվիրված պանելային քննարկմանը չշրջանցվեց նաև ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Հայաստանի հարավով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները մինչ օրս դրական արձագանքի չեն արժանացել, ասաց Արարատ Միրզոյանը։ And we suggested to use, I don't know, modern technologies. Ընդ որում առաջարկել են կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները, էլեկտրոնային սկաներներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների ֆիզիկական ստուգումից, կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր։ Այս տեղեկատվությունը կարող են փոխանակել համապատասխան կառույցները, ինչը թույլ կտա ունենալ այդ տրանզիտը առավելագույն արագությամբ, բայց դրական պատասխան չկա։ Etc. We made a very concrete proposal. No positive answer. Հայկական կողմի այս պայմաններին համաձայն չեն, քանի որ Բաքվում մտավախություն ունեն, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո խնդիրներ կունենան, ինչպես 30 տարի առաջ, երբ հակամարտությունը սկսվեց ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դարձավ այս իրավիճակի գերին, հակադարձեց Ջեյհուն Բայրամովը։ For us, this is absolutely crucial. Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչնդոտ անցում բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակը այլևս ենթակա չլինի փոփոխության եւ կախված չլինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից։ Legal changes in Armenia. Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված դրույթը երկու երկրների միջև կոմունիկացիաները բացելու մասին, պահանջում են անարգել մուտքը Ադրբեջանից Նախիջևան։ Այսօր նախքան այս պանելային քննարկումը Բայրամովն ու Միրզոյանը առանձինել են հանդիպել, ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին վերաբերող հարցեր, վերահաստատել երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Կողմերի նույնաբովանդակ պաշտոնական հաղորդագրություններում կոնկրետ պայմանավորվածության վերաբերյալ որևէ բառ չկա։ Նուբարաշեն քրեակատորողական հիմնարկում բռնության մասին ցմահների ահազանգից հետո անկախ դիտորդական խումբ է մեկնել Նուբարաշեն արձանագրելու բողոքները։ Նրանք արդեն զեկույց ունեն, որում նկարագրել են իրողությունը բանտարկյալների կապտուկներից ու վնասվածքներից մինչև բանտում անմարդկային պայմաններ։ Քրեակատորողական ծառայությունը չի հերքում, որ ցմահների հարկաբաժնում ֆիզիկական ուժ է կիրառվել, սակայն պնդում են, որ ուժը համաչափ է եղել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում։ Բռնություն, դաժան ծեծ, կեղտոտ անկողիններ, ջարդված մահճակալներ, փչացված գույք։ Նուբարաշենի բանտում այս բողոքներն են արձանագրել դիտորդական անկախ խմբի անդամները։ Հրատապ զեկույցում տարածել են նաև բռնության հետևանքով կապտուկների, ջարդված գույքի, հակահիգիենիկ անխնամ խցերի լուսանկարները։ Մենք ուժի կիրառում ենք տեսել հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ներգրավմամբ, որն ունի ակնհայտ դաժանության հետքեր։ Եվ դա պետք է հիմնավորվի ամեն մի դրվագով, որպեսզի դիտարկենք նաև ուժի կիրառման համաչափությունը։ Դիտորդներին Նուբարաշեն էր տարել ցմահների ահազանգը, օրերս նրանք օգնության խնդրանքով դիմել էին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին, պնդել, որ բանտի ղեկավարության բերած շուրջ 40 հատուկ ջոկատայիններն առանց պատճառի հարձակվել էին իրենց վրա, ծեծել, կոտրել գույքը։ Դիտորդներից Զարուհի Հովհաննիսյանն ասում է, բռնությունն այնքան դաժան էր, որ բանտի աշխատակիցներից մեկն իր մարմնով սկսել է պաշտպանել բանտարկյալին։ Այն անձինք, ովքեր ամենօրյա ռեժիմով կարողանում են իրականացնել ծառայություն, շփվում են ազատությունից զրկված անձանց հետ,
փաստացիորեն փորձել են իրենց ծառայության շրջանակներում օգնել փրկել կամ պահպանել այդ մարդկանց կյանքը, առողջությունը հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից։ Բանտարկյալները դիտորդներին պատմել են, որ մոտ 1 շաբաթ առաջ զբոսանքի ժամին երգել են հայրենասիրական, նաև օտար լեզվով երգեր։ Բանտի ղեկավարությանը, սակայն օտարալեզու երգերը դուր չեն եկել, պահանջել են լռել։ Ըստ հաղորդումների, խնդրո առարկա երգը հայտնի Դոյլա Վարավսկայան է եղել։ Ոչ թե օտարալեզու երգերի, այլ մյուսներին երգելով խանգարելու, ինչպես նաև այլ պատճառներով են ֆիզիկական ուժ կիրառել։ Ազատությանը հայտնել են հենց քրեակատարողական ծառայությունից, հավելել դատապարտյալներից մեկը սրել էր իրավիճակը, ներկայացրել անօրինական պահանջներ, օրինակ, մշտապես բաց պահել կերակրադռնակը, օրենքով հատկացված զբոսանքի ժամանակը երկարացնել։ Ընդհանրապես ստանդարտ գործողություն խցերի խուզարկության հետ կապված եւ դատապարտյալները փորձել են բողոքի ակցիա իրականացնել ոչ իրավաչափ մեթոդներով, այրել են գույքը խցի, որի իրավունքը նրանք չունեն, որին հետևել է համապատասխան վերաբերմունքը լիազորությունների շրջանակներում, այսինքն որևէ լիազորության վերազանցում այս պայդրությամբ չկա ֆիքսված։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը դեպքից 1 օր անց շտապել էր պաշտպանել բանտի ղեկավարության որոշումը։ Համաչափ ուժ են կիրառել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում, որոշել են պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ բանտ։ Դրանից հետո որոշ կալանավորներ ու դատապարտյալներ այրել էին ներքնակները, վնասել խցերի գույքը, հարվածել դռներին։ Մեր խմբի ներկայացուցիչների այցի ընթացքում այրված իրեր չեն հայտնաբերվել այդպիսի խոշորածավալ, ինչպիսի գործողությունների պատասխան է եղել։ Կատարվածի, ինչպես նաև հացադուլավորների խցային վատ պայմանների վերաբերյալ դիտորդների խումբը մի շարք հարցեր է հղել Արդարադատության նախարարություն ու քրեակատարողական ծառայություն, բայց սահմանված երրորդյա ժամկետում պատասխան չի ստացել։ Իրավապաշտպանը պնդում է, քանի դեռ քրեակատարողական ծառայությունը բիրտ ուժ կիրառելու հիմնավոր ու ծանրակշիռ փաստարկներ չի բերել, դիտորդների խումբը մեկ տեսակետ ունի։ Եվ այդ ինչ հրատապ խնդիրեր, այդ ինչ հրատապ ահազանգեր, այդ ինչ հրատապ գործողության կարիք կար, որ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներն են ներգրավել եւ իրականում իրականացրել են բավական դաժան գործողություն, որը մենք չենք կարող համարել, որ այս գործողությունները եղել են իրավաչափ եւ համաչափ։ Արդարադատության նախարարությունից այսօր Ազատությանը փոխանցեցին, բանտում տեղի ունեցած գործողությունից հետո հարուցվել է քրեական գործ, իսկ նախարարությունում էլ նշանակվել է ծառայողական քննություն։ Քրեական գործը հարուցել են բանտարկյալների դեմ, զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ բանտում իրականացվող գործունեությունը խոչընդոտելու հոդվածներով։ Այսօր նաեւ հակադարձեցին դիտորդներին, ընդգծում են, բռնության վերաբերյալ դիտորդների խումբը ներկայացրել է անազատության մեջ պահվող անձանց մեկնաբանությունները, ոչ թե պնդում են արել հենց իրենք դիտորդները։ Ըստ նախարարության իրենց զնություններով կոտրվածքներ ստացածներ չկան, պնդում են, խցերում կոտրված մահճակալներ չկան, նաև ընդունում են, որ բանտը 40 տարի առաջ է կառուցվել ու չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին եւ դրա նորոգման բարելավման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Դիտարկվում է նաև նոր բանտի կառուցումը։ Մինչ անիվը փակվում է, նորանոր պատմություններ են բացվում, թե ովքեր են պետական հետաքրքրությունների հիմնադրամից ներդրումներ ստացել։ Հիմնադրամի ներդրումներից արդեն 2-ը որոշակի կապ ունեն այժմ Երևանի քաղաքապետ, ժամանակին անիվի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի մերձավորների հետ։ Մի դեպքում ըստ հետքի ներդրում ստացել էր Ավինյանի կնոջ ընկերուհին։ Ազատության հետաքննությունն էլ պարզել է, որ նաև Ավինյանի դասընկերոջ կազմակերպությունն է ներդրում ստացել, իսկ վերջինս նաև հավաքանուն ընտրություններից առաջ նվիրատվություն է կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) 2023-ին 960 միլիոն դրամ կամ մոտ 2.5 միլիոն դոլար է տրամադրել Berry Mount Փակ բաժնետիրական ընկերությանը ելակի ջերմոցներ հիմնելու համար։ Berry Mount-ի սեփականատերը երևանցի Դմիտրի Ալեքսեենկոն է, Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի համադասարանցի։ Այն շրջանում, երբ ԱՆԻՖ-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը դեռ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Այս ներդրումը կատարվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության, ձեռնարկատեր գումարած պետության հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ Փակ բաժնետիրական ընկերության միջոցով։ Berry Mount-ը հիմնվել է Դմիտրի Ալեքսեենկոյի կողմից։ Ընկերությունը Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում զբաղվում է ելակի արտադրությամբ ու վաճառքով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի ընկերության բաժնետոմսերի 69%-ը պատկանում է Ալեքսեենկոյին։
Մյուս 31%-ի պատկանելիության մասին ռեգիստրում տեղեկություններ չկան, չնայած իրական շահառուների հայտարարագրման օրենսդրությունը պահանջում է հայտարարագրել ընկերությունում 20% եւ ավել ունեցած ցանկացած բաժնեմաս։ Berry Mount-ի դեպքում այս հայտարարագրումը չի կատարվել։ Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացած տեղեկություններից պարզ է դառնում, որ 31%-ը պատկանում է Անիֆին, որպես ներդրման դիմաց ստացած բաժնետոմսեր։ 2023-ի վերջին Անիֆը հաղորդեց, որ Berry Mount ընկերության ելակի նոր ջերմոցը շահագործման է հանձնվել ու արտադրանք տվել։ Ջերմոցի մակերեսը 3 հեկտար է, ստեղծվել է 60 նոր աշխատատեղ։ Հայկական ելակը տուփերում ըստ չափերի դասավորած գրամ կշռած վաճառքի։ Հանրային հեռուստաընկերության այս ռեպորտաժում Berry Mount-ի ներկայացուցիչները հայտնում են, որ ելակի մեծ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, իսկ ջերմոցների տարեկան արտադրությունը գերազանցում է 400 տոննան։ Նույն հարցազրույցում խոսելով Անիֆի կողմից ֆինանսավորման մասին, Դմիտրի Ալեքսեենկոն շեշտում է. Անիֆի այս խիզախ եւ շատ կարևոր մասնակցությունը թույլ կտա հաղթահարել այդ խնդիրները եւ մենք չնայած ծանր իրավիճակին կկարողանանք զարգացնել մեր արտադրությունը։ Ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանն էլ այս նոր ֆինանսավորման մասին խոսելիս ասում էր. Սա թույլ է տալիս ամբողջ աշխարհին տեսանելի դարձնել հայկական արտադրանքի թե որակական եւ թե համային հատկանիշները։ Կառավարության աջակցությունը Berry Mount-ին չի սահմանափակել միայն Անիֆի կողմից ներդրմամբ։ 2023-ի ապրիլին կառավարությունը նաև մոտ 50 միլիոն դրամի մաքսատուրքերից է ազատել ընկերությանը։ Դմիտրի Ալեքսեենկոն եւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դասընկերներ են։ Երևանի Պուշկինի անվան 8-րդ դպրոցի շրջանավարտներ։ Ալեքսեենկոյի եւ Պուշկինի անվան դպրոցի կապը ավելի ամրապնդվեց 2022-ին։ Նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Ալեքսեենկոն դպրոցի կառավարման խորհրդի անդամ դարձավ։ Մանկությունից ի վեր դասընկերների միջև անսասան ընկերության մասին սոցիալական ցանցերում կան բազմաթիվ հրապարակումներ։ 2023-ին Երևանի ավականու ընտրություններից առաջ քաղաքացիական պայմանագրի նախաձեռնած դրամահավաքի ժամանակ Ալեքսեենկոն առատաձեռն էր գտնվել 1 միլիոն դրամ նվիրելով իշխող կուսակցությանը, որի առաջին համարը Տիգրան Ավինյանն էր։ Berry Mount-ից բացի Ալեքսեենկոին է պատկանում K&G Group ընկերությունը, որ Նորգեղիում 3 հեկտար մակերեսով ջերմոց է շահագործում։ Անիֆի կողմից ուղղված գումարները ներդրվել են այս ջերմոցը ընդլայնելու, Berry Mount-ի ստեղծման եւ 6 հեկտարի հասցնելու նպատակով։ 2022-ի օգոստոսին մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 1.2 միլիոն դրամով K&G Group-ին տուգանելու որոշում էր կայացրել։ Ըստ հանձնաժողովի, K&G Group-ի արտադրած ելակները վաճառվել են էկո եւ էկոլոգիապես մաքուր բարերի ներկայացման այն դեպքում, երբ ընկերության ելակները չեն հանդիսացել հավաստված օրգանական գյուղատնտեսության արտադրանք։ Հանձնաժողովը սա որակել է որպես հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն ու տուգանել ընկերությանը։ K&G Group-ի դեմ նաև քաղաքացիական հայց էր ներկայացվել 2021-ին Agro-Trend ընկերության կողմից։ Agro-Trend-ը պահանջել էր Ալեքսեենկոյի ընկերությունից բռնագանձել 11.7 միլիոն դրամ մատակարարված գյուղատնտեսական ապրանքների դիմաց չստացված վճարումների համար։ 4 տարի անց այս գործի քննությունը դատարանում շարունակվում է։ Ինչ դեր է ունեցել Անիֆի խորհրդի նախկին նախագահ իր դասընկեր Տիգրան Ավինյանը Berry Mount-ի ֆինանսավորման գործում։ Հետաքրքրվել էինք հենց Դմիտրի Ալեքսեենկոյից։ Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ընկերության հիմնադիրը վերջինիս ղեկավար կազմը չի ունեցել եւ չունի ոչ մի գործնական հարաբերություն Տիգրան Ավինյանի հետ, հայտնել է նա։ Ալեքսեենկոյից խնդրել էինք տրամադրել նաեւ Անիֆի դուստր ձեռնարկության եւ Berry Mount-ի միջև կնքված բաժնետիրական համաձայնագիրը ու ներդրումների հիմք հանդիսացող մյուս փաստաթղթերը։ Ի պատասխան վերջինս տեղեկացրել է, որ տվյալ համաձայնագրի հանրայնացումը համարում է անթույլատրելի, քանի որ կան կոմերցիոն բազմաթիվ գաղտնիքներ։ Ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ Փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մանուկ Խուդոյանը պատասխանելով Ազատության գրավոր հարցին, թե ինչ ելակետային տվյալներ են հիմք վերցվել Berry Mount-ում ներդրումներ կատարելու համար, պատասխանել է.
Ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կայացնելիս հիմք է ընդունվել K&G Group ՍՊ-ի կողմից օրգանական ելակի աճեցման ոլորտում արդեն իսկ ունեցած փորձը, արտադրության եւ արտահանման ծավալները, հայկական շուկայում ելակի արտադրության աճը ու նշված հանգամանքներից բխող ֆինանսական ցուցանիշները։ Խուդոյանը նաեւ տեղեկացրել է, որ տրամադրված 960 միլիոն դրամի որոշումը ընդունվել է ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ Փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստում միաձայն։ Իսկ անձնական եւ կամ էլ գործնական հարաբերություններ ունեք Դմիտրի Ալեքսեյենկոյի հետ։ Ինչ գործառույթ եք ունեցել ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ Փակ բաժնետիրական ընկերության կողմից ներդրումների կատարման գործում։ Արդյոք միջամտել եք այդ Փակ բաժնետիրական ընկերության կողմից Berry Mount ընկերության ֆինանսավորման գործընթացին։ Հետաքրքրվել էինք Երևանի քաղաքապետ Անիֆի խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանից։ Ի պատասխան Երևանի քաղաքապետարանից մեկամսյա ժամկետ են խնդրել հարցերը լրացուցիչ ուսումնասիրելու ու պատասխանելու համար։ Մեկ ամիս առաջ հետքը գրել էր, որ Անիֆի նույն դուստր ձեռնարկության կողմից 1.5 միլիարդ դրամի ներդրում է կատարվել CFW Փակ բաժնետիրական ընկերությունում, որի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել էր հիմնադրվելուց 8 օր հետո։ Անիֆի գործունեության հետ կապված ներկայում քննչական կոմիտեում քրեական վարույթ կա, սակայն այդ վարույթով մեղադրյալների մասին տեղեկություններ դեռ չկան։ Անիֆի մի շարք ներդրումներ ձախողվել են, օրինակ Air Arabia ընկերության հետ ստեղծած Fly Arna ավիաընկերությունը սնանկացավ հիմնումից 1.5 տարի անց։ Սնանկության փուլում է նաև Անիֆի դուստր ընկերության կողմից ֆինանսավորված Ապագա Projects Փակ բաժնետիրական ընկերությունը։ Մոտ 6 տարի առաջ մեկնարկած AIG-1 արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային գործընթացը, որը իրականացվում էր Անիֆի հետ, 6 տարի անց նույնիսկ չի հասել շինարարության փուլին։ Մասնագիտական շրջանակները վիճահարույց էին համարում նաև Անիֆի կողմից Երևանի կենտրոնում ռեստորանի հիմնման համաֆինանսավորումը։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2023-ի մայիսին Անիֆի անորոշ մանդատի, թափանցիկության ու հաշվետվողականության խնդիրների մասին էր բարձրաձայնել։ Տիգրան Ավինյանը ապրիլի 11-ին լրատվամիջոցների հարցին պատասխանելով, թե հնարավոր է Անիֆի հետ կապված դատախազությունն իր հետևից գնա, ասել է. իր հետ կապված իրավական գործընթաց չկա ու չի կարող լինել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Վանաձորում համայնքապետը 1 քառակուսի մետրը 30 լումայով հանրային հողեր է վարձակալության տալիս, իրավապաշտպանները սա չնչին գներով հողերի օտարման սխեմայի մաս են համարում։ Այդ գործի գաղափարը պատրաստում եւ նա դառնում է այսպես ասած, այսօր շատ ընդունված խոսք է օբյեկտ։ Ինչ է լինելու Կասկադի հետ։ Քաղաքային իշխանությունը որոշել է նորովի վերակառուցել համալիրը, ճարտարապետները բազմաթիվ խնդիրներ են մատնանշում, մրցույթից մինչև նախագիծ ու հեղինակային իրավունք։ Բարձր լարվածության եւ ցածր վստահության պայմաններում Իրանի ու ԱՄՆ ներկայացուցիչները հանդիպեցին Օմանում քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Հայաստանում շատերը հիմա չեն էլ հիշում, թե ինչ է լուման, բայց ոչ Վանաձորում։ Այստեղ ավականին հենց 30 լումա է գնահատել գյուղատնտեսական նշանակության համայնքային հողերի 1 քառակուսի մետրի 1 ամբողջ տարվա վարձակալությունը։ Ամսական միայն մի քանի հազար դրամ էլ հանգստի գոտիների տարածքների վարձակալությունն է։ Իրավապաշտպանները կարծում են, սա չնչին գներով հողերի օտարման սխեմայի մաս է եւ տարիների ընթացքում համայնքի հողերը սեփականացվելու են, իսկ համայնքին մնան միայն լումաները։ Վանաձորի համայնքապետարանում չնայած վարչապետի խիստ հանձնարարականից հետո հայտարարել էին, թե ավականու որոշումը կհետաձգեն ու համայնքային հողերը չնչին գներով աճուրդի չեն հանի, բայց շաբաթներ անց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ նաև աճուրդային հանձնաժողովի նախագահն է, հակառակ որոշումն է կայացրել։ 10 տարի ժամկետով վարձակալության կտրամադրի հասարակական նշանակության 6 հողատարածք եւ գյուղատնտեսական 3 հողակտոր։ Թվերը խոսուն են,
Որպես հանգստի գոտի հայտնի մայմեխի խճուղու հողամասերից մեկը 1200 քառակուսի մետր է։ Կադաստրային արժեքը 5.300.000 դրամ, իսկ շուկայականը ենթադրաբար մի քանի անգամ ավելի։ Այս 14,000 դոլարանոց հողամասի համար վարձակալողն ամսական ընդամենը 5,000 դրամ կվճարի։ Ավականին 1 քառակուսի մետրի համար վարձավճարը տարեկան 50 դրամ է սահմանել։ Ավելի ցնցող է հարակից 6,000 քառակուսի մետր հողամասի դեպքում։ Կադաստրային արժեքը մոտ 72,000 դոլար, վարձավճարը ամսական ընդամենը 26,000 դրամ։ Գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում ավականին ավելի ծիծաղելի գին է սահմանել։ 1 քառակուսի մետրի վարձավճարը կկազմի տարեկան 30 լումա։ Մեծարգո վարչապետը Մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից, որոնք պատմում են ինչպես են անգամ քաղաքներում 1 քառակուսի մետր համայնքային հողերը վաճառում մինչև 100 դրամով, բայց վաճառքից կարճ ժամանակ անց այդ տարածքները շուկայում են հայտնվում մի քանի անգամ բարձր գնով։ Հանձնարարել էր այս գներով Հայաստանի որևէ համայնքում հողեր չոտարել։ Ոնց կարա Հայաստանի Հանրապետությունում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք այդ, արգելեք։ Համայնք ասում է եկամուտ եմ, իմ եկամուտն եք փակում, մենք կտանք այդ 100 դրամանոց հողի փողը, պետական բյուջեից կտանք, արգելեք, փակեք, ոչ մի հող 100 դրամով մի վաճառեք։ Եթե չկանգնացնեին համայնքները, չգիտեմ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տենանք այդ ինչա կատարվում այդտեղ։ Այս խնդրին նաև դատախազությունն է առնչվում, քանի որ մեր ներկայացրած հայցերի մեծ մասը վերաբերում են հենց ձևական աճուրդներին։ Եվ հայցերը, որոնք որ դատարանում հաջողությամբ են պսակվում, են ապացույցների վրա են հենվում, որ իրականում ձևական մասնակիցներ են փոխկապակցված համայնքների ղեկավարների հետ։ Համայնքապետարանում նախ որոշել էին հետևել վարչապետի խիստ հանձնարարականին, բայց Արկադի Փելեշյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, երեկ արդեն հակառակ որոշումն է կայացրել։ Համայնքապետի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը մինչդեռ վարչապետի հանձնարարականի ու իր վերադասի որոշման մեջ հակասություն չի տեսնում։ Ասում է հողերը չեն օտարում, այլ 10 տարով վարձակալության են տալիս ու պնդում է, թե կառավարության նոր կարգը սահմանելու դեպքում վարձակալության պայմանագրերը կարող են փոխվել։ Բացի այդ, չի բացառում, որ աճուրդի դեպքում վարձակալության համար սահմանված գինը կարող է մի քանի անգամ մեծանալ։ Քաղաքացու հետ վարձակալության պայմանագիրը հնարավոր է նաև չեղարկել, փոփոխության ենթարկել, այսինքն մենք այդ հողը չենք օտարում եւ ասենք վայ էլ այդ հողը մեր չի հետադարձ ուժ ունի, այսինքն այդ հողը կարող են շարունակում մնալ համայնքինը եւ դրա հետ կապված արդեն համայնքը տնօրինել կարող է։ Իրավապաշտպանները մինչդեռ համոզված են, որ սա հողերի փաստացի օտարման առաջին քայլն է։ Համայնքապետարանների գործունեությունը պարբերաբար դիտարկող ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը նշում է, թե սա հին սխեմա է։ Սկզբից որոշում են, թե ով է ստանալու հողերը, հետո կազմակերպում ձևական աճուրդ։ Տարիներ անց այդ անձինք առաջնահերթության իրավունքով սեփականատեր կդառնան եւ համայնքային սեփականությունը կհայտնվի մասնավորի ձեռքերում չնչին գներով, պնդում է իրավապաշտպանը։ Որպես կանոն նման տարածքները, այսինքն եթե հասարակական սպասարկման գոտի այնքը, այստեղ տալիս են վարձակալության կառուցապատման իրավունքով եւ դրանից հետո ենթադրյալ օրինակ ժամանակ անց վարձակալը, որը արդեն ունի այդտեղ կառույց, հնարավորություն ունենա տարածքը ուղղակի ուղիղ վաճառքի տեսքով գնում իրականացնել։ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ ձևական աճուրդների մասին իր պնդումներին ու դրան հետևած իր հանձնարարականին չանդրադարձավ, բայց արդեն զայրույթի ուրիշ առիթ ուներ։ Խոստովանեց, որ ամբողջ պետական համակարգը, այդ թվում ինքը, արդեն 7 տարի առաջին դասարանում են։ Հիմա ինձ ասեք, որ այդ ասածից հետո ինչա փոխվել մեր կյանքում եւ մեր գործողությունների եւ մեր գործելակարգերի մեջ։ 0, ոչ մի բան չի փոխվել։ Կասկադի անավարտ կառույցը քաղաքապետ Ավինյանը մտադիր է ավարտել, բայց ինչպես սա է խնդիրը։ Մրցույթ է հայտարարվել կա նախագիծ, սակայն բազմաթիվ հարցերն ու մտահոգությունները փարատված չեն, սկսած մրցույթի անցկացման կարգից եւ ներկայացված նախագծից մինչեւ հեղինակային իրավունքներ։ Այդ գորգի գաղափարը պատրվում է եւ նա դառնում է, այսպես ասած, այսօր շատ ընդունված խոսքի օբյեկտ։ Կասկադ համալիրի համահեղինակներից մեկը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը խորապես մտահոգված է Կասկադի ապագայով։
Ինչու քաղաքային իշխանությունը որոշեց Կասկադը վերակառուցել նորովի։ Ինչու ավարտին չի հասցվում նախկին նախագիծը։ Ինչպես Երևանի ավականում իշխանության հետ կոալիցիա կազմած Հանրապետություն կուսակցության հետ փոխկապակցված անձը հաղթեց մրցույթում։ То есть այս կասկադը, որ մենք տեսնում ենք այդքան բազմամարդ եւ այդքան աշխուժ շարժման մեջ, ինքը անմիջապես դառնում է օղակաձև այգիների նման։ Մնում է շուն կապեն եւ բրծնենք դրան։ Գրեթե մեկ դար առաջ Ալեքսանդր Թամանյանի մտահղացած եւ միայն 70-ականներին Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի նախագծած կասկադը այդպես էլ մինչեւ վերջ չկառուցվեց։ Ժամանակ առ ժամանակ տարբեր փորձեր եղան, սակայն Երևանի խորհրդանիշներից մեկը այդպես էլ ավարտուն տեսք չստացավ։ Մինչ մասնագետները հարցականի տակ են դնում մրցույթի անցկացման կարգն ու կասկադի ապագա տեսքը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտադիր է 5 տարում ավարտել տասնամյակներ շարունակ կիսատ թողնված գործը, բայց սեփական կետից։ Կասկադ համալիրի վերին հատվածին ամանավանդ կառուցման վերաբերյալ կոնսենսուսի դժվար հասնենք որևէ պարագայում, բայց այնուամենայնիվ որոշակի փուլերով անցած նախագիծ ունենք։ Նախ տարեսկզբին Երևանի քաղաքապետարանը մրցույթ հայտարարեց, ներկայացնելով սպասելիքները։ Աշխատանքների ավարտից հետո ի թիվս այլնին կստեղծվեն համայնքի սեփականություն հանդիսացող շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ եւ ժամանակակից արվեստի նոր թանգարան։ Տպավորիչ այս հայտարարությունից մեկ ամիս անց հայտնեցին, հաղթել է GTB Development ընկերությունը։ Կասկադ մշակութային հանգույց ճարտարապետական նախագծի իրականացման համար էլ 20 միլիարդ 46 միլիոն դրամի ներդրում կարվի։ Ունենք հաղթող ընկերություն, որը պատրաստ է իրականացնել ներդրումը։ Մրցույթը չի կարելի ասել, պարզապես երկու աշխատանք վերցրեցին եւ քաղաքապետարանի սայթով հրատարակեցին, որ բնակչության բավականին մեծ մասը այդ սայթին չի տիրապետում եւ չի իմացել, որ նման մենք էլ տենց պատահաբար իմացանք եւ մենք էլ արեցինք մի տարբերակ հարգելով մեր վարպետների այդ աշխատանքը ներկայացրեցինք այդ աշխատանքը եւ ներկայացրեցինք նաեւ մի տարբերակ, որ արդեն փորձարական ներկա է։ Եւ պատկերացրեք ըստ տվյալների, ասենք, նույն Facebook-ին, մեր աշխատանքները, այդպես ասեմ, մի աշխատանք որպես ավելի շատ ձայներ հավաքեց, քան թե մնացած երկու աշխատանքները, որ ներկայացվել էր քաղաքապետարանի կողմից։ Որից հետո այդ ընտրությունը որ կատարեցին, մեզ թվաց, որ մեզ կհրավիրեն, մի հատ կզրուցենք, թե ինչն է պատճառը, որ լինելով հեղինակ, ես այդպես խաղից մնացի դուրս։ Ըստ Պետրեգիստրի հաղթող ընկերության 2024-ի հոկտեմբերի 24-ին հիմնադրված GTB Development-ի 97.5%-ի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Նա Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր Արմեն Սարգսյանի փեսան է։ Մամուլը տևական ժամանակ գրում էր հնարավոր հովանավորչության մասին, հիշեցնելով, ինչպես Հանրապետություն կուսակցությունը Երևանի ավականու ընտրություններից հետո իշխանական քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա կազմեց։ Ինչու ընտրվեց հենց այս ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանի պատասխանը կարճ է։ 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիումը հանդիսացել է միակ հայտ ներկայացնող մասնակիցը։ Այլ ընկերությունների կողմից հայտեր չեն ներկայացվել։ Ընդամենը մեկ հայտի արկայությունը, սակայն արդեն մտահոգիչ է, ճարտարապետ Ասլան Մխիթարյանը հարց է բարձրացնում. ինչու քաղաքային իշխանությունը այսպես արագ գտավ հաղթողին, չցանկանալով անգամ խորհրդակցել կասկադի համահեղինակներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի իրավահաջորդների եւ վերջապես իր հետ։ Եվ միջայժմ էլ որևէ քաղաքապետարանի կողմից նման, ասենք, վերաբերմունք չեմ զգացել։ Դեռ անցած տարի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը համալիրի արդիականացման 2 նախագիծ էր ներկայացրել, որ մշակել էին ամերիկյան եւ ֆրանսիական ընկերությունները։
ակտիվ քաղաքացի հարթակում քվեարկող երևանցիները ձայների մեծամասնությունը տվել էր ֆրանսիական նախագծին։ Հենց այդ ընթացքում էլ մի շարք ճարտարապետներ սկսեցին բողոքել։ Քաղաքապետարանը այլընտրանքի հնարավորություն չի տվել, ի սկզբանե կենտրոնանալով երկու հեղինակների նախագծերի վրա, որոնք ըստ մասնագետների Կասկադի եւ օպերայի հետ դա որևէ կապ չունի։ Այս փետրվարին գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը ներդրողին հարակից տարածքում տարածք է տրամադրելու կառուցապատման համար։ Նախատեսվում է ներդրողին օտարել շուրջ 7 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք, որտեղ կառուցվելու են բազմաֆունկցիոնալ շենքեր։ Երևանի սրտում, Կասկադում շուտով նոր դարաշրջան կսկսվի։ Այսպիսի կասկադ պատկերացնում է հաղթող կազմակերպությունը։ Կասկադը վերջապես կստանա իր լիարժեք տեսքը։ Գեղեցիկի հասկացողությունը ընդհանրապես այս մարդկանց մոտ կորել է։ Եթե արտասահմանյան է, ուրեմն լավն է։ Հասկանում եք, դա մի տեսակ շատ գավառական մտածելակերպ է։ Դարձյալ բարձրահարկերով փակվում է քաղաքը, դժգոհում է Կասկադի նախկին նախագծի համահեղինակը, սրտնեղելով թամանյանական գաղափարախոսությունը լրիվ այլ բանի մասին էր։ Փոսորակը լցնելով չխախտել, մտածած ուրեմն դեպի վերև գնացող այդ գորգի գաղափարը, որը ինքը սփռվում է դեպի օպերա, դեպի քաղաքի կենտրոն, դեպի Թամանյանի արձան։ Իսկ սա ըստ Մխիթարյանի գաղափարը պահպանելու փորձ է, վերից վար կապել քաղաքը։ Թամանյանի պուրակն էլ են կարել, ջրային, գեղեցիկ, տենց ոնց որ անֆիլադայով գնում է հասնում է մինչև Թամանյանի արձան։ Դա էլ կա, այդ նախագիծը լրիվ կա եւ գտնում է պետական արխիվում։ Եթե հաջողվեր սա անել, նա էլ հետը կարելի էր անել։ Ինչն է, որ հանգարցակի մեր այս աշխատանքը դարավ ոչ ժամանակակից։ Կասկադի ճակատագրով մտահոգվել է նաև ճարտարապետների պալատը։ Ծավալու նամակում նրանք էլ մեկ այլ խնդիր են վերհանել։ Հեղինակային իրավունքի խախտում է տեղի ունեցել, որը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ։ Խորհուրդը առաջարկել էր ժամանակավորապես կասեցնել Կասկադի վերակառուցման ծրագրի իրականացումը եւ կառույցի հեղինակին ընդգրկել նախագծային գործընթացում։ Հայտարարությունից հետո GTB Development-ը առաջարկեց ձևավորել ճարտարապետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը կաշխատի Կասկադ մշակութային հանգույցի վերջնական նախագծման փուլում։ Այս քննարկմանն էլ սակայն Կասկադի համահեղինակը հրավիրված չէր։ Չմտածելով ապագայի մասին, անում ենք նման շատ կարճամիտ ոչ հեռատես քայլեր եւ մենք քաղաքը ապականում ենք եւ կարող է հասնի այնպես մի կետ, որ անդրադարձ չկարողանանք ունենալ։ Կասկադի ճակատագրով մտահոգված մարդիկ շարունակում են պնդել։ Երևանը կորցնում է իր դեմքը եւ մայրաքաղաքի սիմվոլներից մեկը համարվող համալիրը եւս բետոնապատելուց հետո այլևս դժվար կլինի գտնել արևային այն քաղաքը, որ ժամանակին ըստ Չարենցի երևի տեսել էր Ալեքսանդր Թամանյանը։ Երևանի կենտրոնում պատմական վերջին հատվածներից Ֆիրդուսի թաղամասը գրեթե ամբողջովին վերածվել է շինհրապարակի։ Ժամանակին ավելի քան 400 տուն ունեցող թաղամասում հիմա միայն մի քանի տներ են մնացել կանգուն կղզյակների պես։ Սակայն նրանց ճակատագիրն էլ արդեն կարծես ժամանակի հարց է։ Մինչ կանգուն մնացած տների տերերը դեռ պայքարում են գոնե համաչափ փոխհատուցում ստանալու համար, Երևանի կենտրոնում հանրային գերակաշահի օրենքով հերթական պատմամշակութային հատվածն է վերածվում քառակուսի մետրերի նորակառույցներում։ Բոլորը այսպես քանդված է, նայեք մի հատ բնակարան ստե մնում, 4 կողմը տուն չկա։ Ռաֆայել Սաֆարյանի տունը հանրապետության նրբանցքում կանգուն մնացած եզակի շենքերից է։ Սա հակաօրինական է շինարարությունը։ Պետք է լոտը մաքրվի, նոր շինարարություն անեն, դա սպիտակով, սևով գրած է, փաստաթուղթը կնիքը դրած է վրան։ Բայց հիմա դուք նայում եք, որ ստե դեռ բնակիչները ապրում են, շինարարությունը գնում է։ Հանրապետության նրբանցքում գտնվող իրենց ավելի քան 800 քառակուսի մետր հողի մոտ 450 քառակուսի մետր տան եւ 390 քառակուսի մետր ինքնակամ շինության համար ի սկզբանե շատ փոքր փոխհատուցում էր առաջարկվել։ Դա ես չեմ պատրաստվում նվեր տալու։ Մանավանդ կառավարությանը, եթե ինչ-որ մի հատ բանալներ, չգիտեմ, գերակաշահը, ըստ չգիտեմ ինչեր լիներ, այրոպորտ սարքեին, կայարաններ սարքեին բանանը, հասկանալի կներ, բայց էսի գերակաշահ չկա։
Առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկել են ավելի բարձր ատյաններում, հիմա նոր քննություն է գնում, որը դեռ չի ավարտվել։ Սաֆարյանն անհամաչափ է համարում նաև հետագայում հանդիպումների ժամանակ իրենց բանավոր արված առաջարկները։ Հիմա դուք ինձ տալիս ես $3000, որ ես ապրում եմ, չէ՞։ Կապիտալ տուն ապրում եմ, որը փաստաթղթերը կա։ Այսինքն ես պետք է $1200 դնեմ գամքու զրոյական տուն առնեմ, $1000 էլ դնեմ, որ կարողանամ ես իմ կենցաղը ապահովեմ։ Եվ ոնց կլինի թենց բան։ Նվեր տամ ձեզ թողեմ գնամ, եթե իրոք գերակաշային օրենքները դա է պահանջում։ Իսկ եթե գերակաշայի օրենքը պահանջում է, որ տված անդը շուկայական գին +15% դուք պետք է հատուցեք, ինձ հատուցեք։ Ավել բան եմ ասում։ Ու թեև դատական գործընթացները շարունակվում են, Սաֆարյանը մտավախություն ունի, որ իր տունն էլ գուցե առաջիկայում սկսեն քանդել։ Մինչ իրենց դատերը ձգձգվում են, ասում է կառուցապատողներն իրենք են քանդման պահանջով դատարան մտնում եւ արագ անցնում գործի։ Հարմօրինակ Նաչքի առաջ է հարևանի տունը վերջերս են քանդել։ Ես տանը քնած, լսեցի մի հատ աղմուկ, որ կռանը խփում է իմ պատը քանդում է։ Ես դատական վճիռ ունեմ, ասի, ես ընթացքը դեռ գնում ա, դուք ինչ իրավունք ունեք, ասի, ինձ գաք առանց զգուշացնել հանեք։ Ուրեմն մեր տանտեղը համ գետնի տակն են վաճառում, համ վրան են վաճառում, համ խանութներն են վաճառում, ու մեզ չեն ուզում, ու մեզ ասում են շատ եք ուզում, միլիոններ եք ուզում, իրանք որ միլիարդներ են վաճառում, իրանցի չի երևում։ Մեզ էլ ասում են, ինչ եք ուզում, տալիս ենք էլի, քիչ ա, ինչքան էլ տան, մեզ ոչ էլ փող էր պետք։ Իրանք սա տեսել են որպես կառուցապատման տարածք, քառակուսի մետր եւ գումար, ուրիշ ոչինչ։ Չի կարելի դա քանդել, դա հուշարձան է, դա պատմական շենք է, ինչ եք անում։ Տարիներ առաջ Իզաբելլա Սարգսյանը քաղաքի պատմամշակութային ժառանգության համար մտահոգ այլ քաղաքացիների հետ պայքարում էր հանրապետության նրբանցքում կանգուն մնացած աղյուսեր շենքը պահելու համար։ Սակայն այդ շենքն էլ ի վերջո հողին հավասարեցվեց։ Դա հնարավոր չի ոչ վերականգնել, ոչ նորից կառուցել, այդ մարդիկ էլ չկան, համայնքը այստեղ ապրող էլ չկա, պատմությունը չկա, հիշողությունը տեղի գոյություն չունի։ Ճիշտ նույն բանը տեղի ունեցավ Ֆիրդուսում արդեն ոչ այդքան նոր, բայց այս իշխանությունների օրոք եւ դա կարեւոր է ֆիքսել, որ նույն ձեռագիրն է, նույն ոճը եւ անգամ սիմվոլիկ է, որ կառուցապատում են նույն ձևով եւ ճարտարապետը այդ նույն Նարեկ Սարգսյանն է, որը այս ամեն ինչի հեղինակն է։ Իզաբելլա Սարգսյանի հետ հարցազրույցի համար հանդիպել ենք Երևանի կենտրոնի մեկ այլ հին թաղամասի տեղում կառուցված Հյուսիսային պողոտայում, որի բնակիչներին իրավունքների աղաղակող խախտումներով 2000-ականներին պետության գերակաշահի անվան տակ վտարեցին իրենց տներից։ Հին Երևանյան կանաչ բակերով թաղամասը պատվեց բարձրահարկերով, իսկ Հայաստանի անունը հայտնվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներում։ 2000-ականներին քանդված Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ իր տան ու իր թաղամասի համար պայքարի ընթացքում պետական կարիքների զոհեր հասարակական կազմակերպությունը հիմնադրած Սեդրակ Բաղդասարյանն ասում է, իրենք ակնկալիքներ ունեին, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո կփոխվի մոտեցումը թե Երևանի ժառանգության, թե հանրային կամ պետական գերակաշահ երևույթի նկատմամբ ու պատասխանատվության կկանչվեն իրավախախտումներ թույլ տվածները։ Տեղի ունեցածը կստանա քաղաքական գնահատական, սակայն նման բան տեղի չունեցավ։ Սկզբում ճիշտ է, մենք շատ ոգևորված հավաքեցին, լսումներ արեցին, ազգային ժողովի նախագահան խոստացավ, որ այս բոլոր երևույթները կողակի դատախազություն ուրա։ Եվ վատը նա է, որ այս իշխանությունները չտվեցին ոչ քաղաքական գնահատական, ոչ էլ ուզեցան քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնեն։ Ու հիմա էլ, ինչպես 2000-ականներին, սկզբունքորեն հասկանալի չէ, թե ինչու է պետությունը դարձյալ միջամտում, որ Երևանի կենտրոնում սեփականության վերաբաշխում տեղի ունենա։ 2000 թվականից այդ ամեն ինչ որ սկսվել է, գերականաշահ, բացառիկ գերակաշահ, պետական կարիք եւ այլն, իմաստը մեկն էր, քաղաքացու սեփականությունը խլել։ Սա էր։ Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի տարբեր տարածքների բնակիչները ապահովագրված չեն իրանց սեփականությունից զրկվելուց։ Ու շատ կարևորը նա է մեկ էլ մեր կառավարությունը իդեմս քաղաքապետարանի չի մտածում քաղաքի զարգացման համար։ Եթե մտածեր, չէր կարելի քաղաքի կենտրոնում այդպիսի բարձր շենքեր կառուցել, իսկ ճանապարհները պահել նույնը։
Կառավարությունը իր 2018 թվականի որոշման մեջ նշում է, որ Ֆիրդուսի թաղամասում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ Երևանի կենտրոնից կվերանա առկա խառը անկանոն կառուցապատումը, տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով, այնտեղ կստեղծվի ճարտարապետական մեկ համալիր, նոր բնակարանային ֆոնդով եւ ենթակառուցվածքներով։ Բացի այդ, ըստ կառավարության տարածքում նախկինում արդեն իսկ մասնակիորեն կատարվել էին սեփականության օտարման աշխատանքներ։ Միջազգային լրահոսից Օմանում ավարտվել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի անուղղակի բանակցությունները Իրանի միջուկային ճգնաժամը կարգավորելու շուրջ։ Պաշտոնական Թեհրանը մեղրի փոխանցմամբ հայտնել է, որ իրանցի եւ ամերիկացի բանագնացները Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ կառուցողական մթնոլորտում փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումները Իրանի միջուկային ծրագրի եւ Իրանի դեմ մեջբերեմ անօրինական պատժամիջոցների վերացման հարցերի շուրջ։ Արաղչին եւ Ուիթկոֆը գտնվել են տարբեր սրահներում, կողմերի դիրքորոշումները փոխանցվել են Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ։ Մեհրը նշում է, որ ավելի քան 2.5 ժամ տևած անուղղակի բանակցություններից հետո իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների ղեկավարները մի քանի րոպե դեմ առ դեմ զրուցել են։ Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutsun.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն երկուշաբթի օրը ժամը 16-ից։ Հաջողություն։